Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները խնդրել են ԱՄՆ վարչակազմին զգուշացնել իրենց Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության կտրուկ կրճատման դեպքում, որպեսզի չապակայունացնեն ՆԱՏՕ-ի պաշտպանությունը, գրել է Bloomberg գործակալությունը, հղում կատարելով եվրոպական մայրաքաղաքների անանուն աղբյուրների։ Նրանց տեղեկացմամբ ԵՄ երկրներն ակնկալում են, որ ԱՄՆ-ն դուրս կբերի ներկայում Եվրոպայում գտնվող 80,000 զինվորներից առնվազն 10,000-ը, այդ թվում դաշինքի արևելյան թևում։ Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն կասեցրել է երկրում իրավիճակի ապակայունացմանն ուղղված զանգվածային անկարգությունների նախապատրաստումը, գրում է Կոմերսանտը։ Դավադիրների նպատակը պետական հեղաշրջումն էր, հաղորդում է ազգային անվտանգության պետական կոմիտեի ծառայությունը։ Համոզված ենք, որ ռազմավարական կարևոր տարածաշրջանում Հայաստանի հարավում ՌԴ-ի ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության և ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին, այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հաշվի առնելով այն ավանդական խնդիրները, որոնք լուծում են Ռուսաստանի Դաշնության հյուպատոսական հաստատություններն արտերկրում, այս քայլը կարծում ենք կարող է զգալի խթան հանդիսանալ այս տարածքի և Ռուսաստանի տարածաշրջանների միջև առևտրի և ներդրումների համագործակցության խորացումը, ասել է Զախարովան։ Ադրբեջանի հարցում Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթում պառակտում չկա, ինչպես հաղորդում է Ազերթաջ լրատվական կայքը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱԴԱ համալսարանում անցկացված դեպի նոր աշխարհակարգ խորագրով միջազգային ֆորումի ժամանակ։ Ալիևը մասնավորապես նշել է. Ադրբեջանի հարցում Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթում տարաձայնություններ չկան, հայկական քաղաքական վերնախավը այդ հարցում համախմբված է, դա ուղղակի բառապաշարի, վարքագծի և մարտավարության հարց է, բայց դրա էությունը չի փոխում և մենք պետք է պատրաստ լինենք դրան, ասել է Ալիևը։ Պանամա կատարած այցի ժամանակ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթն ապրիլի 8-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է հասնել Պանամայի ջրանցքի նկատմամբ Չինաստանի ազդեցության նվազման, այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։ Չինաստանը չի կառուցել այս ջրանցքը, Չինաստանը չի վերահսկում այս ջրանցքը և չի օգտագործի այս ջրանցքը որպես զենք, ասել է Հեքսեթը Վասկո Նունիես դե Բոլայի անվան տեղի ամերիկյան ռազմաբազայում։ Չորեքշաբթի Պեկինը հերքել է Կիևի բացարձակ անհիմն պնդումներն այն մասին, որ Չինաստանի շատ քաղաքացիներ կռվում են Ուկրաինայում ռուսական ուժերի կողքին։ Պեկինը ճշտում է տեղեկությունն ուկրաինական կողմի հետ, ցանկանում ենք ընդգծել, որ Չինաստանի կառավարությունը միշտ կոչ է անում երկրի քաղաքացիներին հեռու մնալ հակամարտության գոտիներից, խուսափել զինված հակամարտության ցանկացած ձևից և մասնավորապես խուսափել ռազմական գործողություններին մասնակցելուց, ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լին Ցյանը։ Ադրբեջանը չի կատարի եվրոպական դատարանի կայացրած որոշումները, այս մասին ապրիլի 9-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ ունենալով ԱԴԱ համալսարանում դեպի նոր աշխարհակարգ թեմայով միջազգային համաժողովում։ Պետության ղեկավարը բացատրել է, որ դրա պատճառը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցումն է։ Եթե պատվիրակությունը չի մասնակցում վեհաժողովի նիստերին և մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրությանը, ապա Ադրբեջանի վերաբերյալ այդ դատարանի վճիռները կհամարվեն անվավեր, ասել է Ալիևը։ Ամերիկյան ընկերությունները, այդ թվում Apple-ը արտադրությունը վերադարձնում են երկիր, ԱՄՆ մաքսային քաղաքականության խստացման պատճառով, այս մասին սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հիմա ամենաճիշտ ժամանակն է ձեր ընկերությունը Միացյալ Նահանգներ տեղափոխելու համար, ինչպես անում է Apple-ը և բազմաթիվ այլ ընկերություններ, զրոյական մաքսատուրքեր գրեթե ակնթարթային միացում էլեկտրական էներգետիկ ցանցին և թույլտվությունների ստացում։ Մի հապաղեք, հենց հիմա արեք դա, ասել է ԱՄՆ նախագահը։
Օմանում Իրանի եւ ԱՄՆ բանակցությունները տեղի կունենան միջնորդների միջոցով, այլ ոչ ուղիղ, ինչպես նախկինում հայտնել էին ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Օմանում ԱՄՆ ներկայացուցիչների հետ անուղղակի բանակցություններում կներկայացնի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի հանձնարարականները, վեճ բերել է Փեզեշքյանին նրա մամուլի ծառայությունը։